Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով Հայաստան-Թուրքիա Մարգարա անցագետի ժամանակավոր բացում են յետ Սուրի արակված մարդասիրական օժանդակությունները հասան Հալեբ գիրագի երեկոյան ժամը 4:30-ին։ Մարդասիրական օժանդակությունը ստանցնեց Հալեբի հանքապետարանը, ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Սուրիո արտագաղթ եւ լիազոր տեսփան Ռուբեն Խարազյանը եւ Հայաստանի Հանրապետության Հալեբի գլխավոր հիվանդոս Արա Ավետիսյանը։ Պատմականորեն սիրիացի եւ հայ ժողովուրդները միշտ բարեկամական կապեր են ունեցել եւ պատմության ընթացքում իրար փոխօգնության են հասել եւ այսօր սա եւս մեկ ապացույց է, որ սիրիացի ժողովուրդը իրոք Հայաստանի բարեկամն է եւ կարծում եմ, որ ճիշտ այս դժվար պահերին Սիրիայի ձեռքը մեկնեց Հայաստանի ժողովուրդը եւ ես կուզենայի ցանկանայի սիրիացի ժողովրդին, որպեսզի արագ կարողանան հաղթահարեն այս դժվար պահերը եւ Սիրիան դառնա կայուն եւ բարգավաճ երկիր։ Օժանդակության արակման որոշումը ընդունված էր Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստին։ Կառավարության որոշումի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի եւ Սուրիո համապատասխան գերատեսչություններու միջև աշխատանքային հանդիպումներու հետևանքով քննարկված է մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու հարցը։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին, Սիրիայի ժողովրդին օժանդակելու համար։ Մեր հարաբերությունները միշտ դրական են եղել եւ հուսանք, որ դրանք առաջիկայում ավելի կզարգանան։ Օժանդակությունը, որ կբարունակի հայաստանյան արտադրության թեղորակ եւ սննդամթերք, նահանգապետարանին ճամփով պիտի պաշտվի Սուրիո տարածքին գարիկավորներու եւ առողջապահական կենտրոններու։ Մենք երբեք չենք մոռանում, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները դարերի ընթացքում եղել են բարեկամ ժողովուրդներ։ Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը։ Հայաստանի Հանրապետության կողմից Սուրիո ժողովրդին արակված մարդասիրական այս օժանդակությունը առաջինը չէ։ Երկրին ու ժողովրդին թիմակրված դարբեր դժվարություններու, ինչպես 2023-ին Սուրիան ցնցած երկրաշարժի օրերուն Հայաստան մարդասիրական օժանդակության եւ փրկարար ճողատներու արակման առաջին փութացողներեն մեկը եղավ։ Զարմիկ Բողիկյան, Բերջ Բողիկյան, Լուրեր, Հալեբ։